Հարկ նժդեհին։ Տեսնում եք աշխարհի այդ գաղտնարանում որքան բաներ կա, ինչեր են լսում, ինչեր են գաղտնազերծվում, եւ դեռ ինչքան բան կա, որ գաղտնազերծված է, բայց հրապարակված չէ։ Այդ դրա համար հիշում եք, ես էլ էի ասում, որ ինչի համար է Նիկոլը հաճախակի գնում Պուտինի մոտ։ Որովհետև շատ բաներ չէին ուզում Հայաստանի կործանման այդ փուլերից շատ բաներ հեռախոսով չէին կարող պայմանավորել, որովհետև իսկապես գիտությունը այնքան է զարգացել նամանավանդ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որ ամեն ինչ կարողանում են լսել, ձայնագրել, տեսնել։ Դրա համար մի հեռախոսազանգի փոխարեն Նիկոլը նստում էր ինքնաթիռ, մի հատ անալիզ էր տալի, հիշում եք, չէ, Ռուսաստանից գալիս էին երբեմն, չէ, այստեղ մի հատ ոտից գլուխ ստուգում էին ճիվաղին, որ չգնա այնտեղ վարակի խելագարին, մոլագարին։ Նոր բաց են թողում Կրեմլ, որ գնա կուլիսներին այն բանում փակտեղ պայմանավորվեն ոնց պետք է իր սև գործն անի, գալիս էր։ Այդ 80-ից ավել անգամներ հանդիպումները, դրա մեծ մասը հենց հատուկ հանձնարարություններ ստանալու, ես այդպես եմ պատկերացնում, որովհետև վախենում էին, ասենք, գաղտնազերծվի իրենց խոսակցությունը, էլի։ Բայց օրինակ Ալիև Նիկոլ հեռախոսազանգեր եթե լինում են, դա գաղտնազերծելու ոչինչ չկա, որովհետև փաստ երևում է, էլի, ասենք, Նիկոլի գործողություններից երևում է ինքը, ասենք, Ալիևի հետ ինչ է պայմանավորվել։ Այսինքն, եթե Պուտինի հետ գնվեր նախորդ պայմանավորում էր, որ գար հետո աներ, այդտեղից էլ Ամերիկան գլխանց շատ բան կանխում էր, ասում են, հա, այս թուղթը ստորագրել չտակ, այն թուղթը ստորագրել չտակ, հիշում եք։ Ալիևի դեպքում այնտեղ բաց է, չէ, ասենք նամանավանդ Փաշազադեն, ասենք այնտեղից բերանը բացում ես, աստեղ գործողությունն անում է։ Արդեն էլ հեռախոսով խոսելու բան էլ չկա, էլի, որ սրանց գաղտնազերծեն։ Վերելակում դե գտնված են երկուսը, թե Նիկոլի թիկնապահը, թե Իլհամինը, հանգարց երկուսն էլ մի ամսվա մեջ, չգիտեմ ինֆարկտով, թե սրտի կաթվածով մահացան, երբ որ արդեն ուզում էին այդ թեմաները փակեն, նրանք ներկա են եղել, չէ, վերելակում պայմանավորվածությունների մասին։ Ինչևից է, ուզում եմ ասեմ աշխարհում, այն ինչ որ ասենք տեսախցիկի առաջարկամ հեռախոսով է, ամեն ինչ ինձ թվում է այնտեղ գաղտնազերծված դրված է, սպասում են հարմար պահի, հարմար առիթի, լուսաբանեն։ Եվ այս գաղտնազերծումը ռուս եւ ամերիկացի պաշտոնյաների Ուկրաինայի հարցում պայմանավորվածություն ձեռք բերելը, այսինքն կողմնակալ վերաբերմունք, այսինքն ի օգուտ Ռուսաստանի, հիմա այս գաղտնազերծումը արդեն նաեւ հարվածի տակ է դնում նաեւ Թրամփին։ Որովհետև այստեղ հարց է առաջանում, արդյոք Թրամփը այդ հանձնարարությունը տվել էր այդ մարդուն, այդ ձևով գնալ պայմանավորվել նման բան։ Թրամփը խելագար է, Պուտինն էլ մոլագար։ Հիմա այստեղ հարց է առաջանում, Թրամփը հետագա քայլը ոնց է իր կազմակերպելու, փրկելու է իր կաշին, այսինքն խելագար Թրամփը մոլագար Պուտինի հանդեպ արդեն ամենայն լրջությամբ կզբաղվի, որ ինքը այդ պայմանավորվածության գործիք չդառնա կամ կազմակերպիչ չդառնա, կամ ինքը կարժանանա Պուտինի ճակատագրին։ Այսինքն այս գաղտնազերծումը առաջնահերթ պետության ղեկավարին հարվածում է։ Եթե անգամ ես տեղյակ չեմ, դա նորից ի վնաս իրեն է լինելու, որովհետև կասեն տղաջան դու քո տեղում չես։ Առանց հենել խելագար Թրամփի վրա բազմաթիվ քրեական գործեր կան Ամերիկայում, այնտեղ պետք է որ մի հատ սայթագի ու եւ վերջ։ Եվ ես ենթադրում եմ, որպեսզի դե էլ արդեն Նոբելյան մրցանակից խոսել ավելորդ է Թրամփի կարիերայի համար, այստեղ արդեն Թրամփը պետք է ջանա գոնե իր հեղինակությունը փրկի եւ ինքը պետք է ամբողջ ուժով հարվածի Պուտինին։ Կամ Պուտինի հետ ձեր-ձեռի բռնած դատվեն կամ էլ ով գիտի, եսի ինչ լինեն։ Այսպիսի իրավիճակում է հայտնվել նաև Ամերիկայի նախագահը, ով ինչ ուզում է ասի։
նրա եթե նա չի դրա կազմակերպիչը, ուրեմն նրա թիկունքում գործենալ, որը ինքը չի հասկացել, չգիտեմ։ Բոլոր դեպքերում ինքը մեղավոր է։ Ինքը ունի իր մեղքի բաժինը։ Եվ սպասենք զարգացումների։ Իսկ մեր մոլագարը նա արդեն ինչ խոսում է, արդեն շրջապտույտը ստերի արդեն փակվել է, ինչ խոսում է, արդեն այն նախորդ օրվա ասած սուտը մերկացնում է, ես երեկվա իմ եթերում էլ ասեցի, եւ արդեն այնքան է ստել, որ իրեն լռել է պետք, ուղղակի լռել է պետք։ Սարսափելի է, ասենք, ու արդեն ինչ ասում է, մեր ասածները որ չեն կարել, բայց դուք տեսեք ինչքան բան կա, այսինքն ընդունում է, որ ինքը իր ասածները չի արել, էլ չի կարողանում, էլ հնար չկա, այսինքն եթե մի ուրիշ բան ասի, իր դեմ է դուրս գալու, բայց էլի ասեց, բայց որքան բան կա, որ չենք ասել, բայց արել ենք։ Ու ես փորձեցի մի լավ բան գտնեմ, որ չէին ասել, արել են չգտա։ Այն որ չէին ասել Արցախը պետք է ճանաչեն Ադրբեջան, արել են։ Դա լավ բան չի։ Այն որ չէին ասել, որ Արարատը պետք է Թուրքիա ճանաչեն, չէին ասել։ Ես նախընտրական ծրագրում ասես բաներ չեղել։ Արել են։ Իրենց չասածների մեջ է մտնում։ Իրենք չէին ասել, որ եկեղեցու դեմ պայքար են տանելու, անողոք։ Անում են։ Իրենք չէին ասել, որ միջանցք են տալու, նույնիսկ հրաժարվում էին, տալիս են։ Իրենք չէին ասել, որ բանակի ծավալները պետք է կրճատեն, բայց կրճատում են։ Իրենք չէին ասել, որ հարկերը, տուրքերը, պարտադիր վճարները պետք է անընդհատ բարձրացնեն, որովհետև տնտեսական աճ չկա։ Դրանով պետք է բյուջեն բերեն լցնեն, իրենց այդ չաղ աշխատավարձն ու ապրանքավճարը ո՞նց են ստանալու։ Այսինքն ես ոնց կպնում եմ, իրենք այս ինչքան վատ բան արել են, դրանք իսկապես չէին ասել դրա մասին։ Եթե իրենք այսքան բանն ասեին, իրենց որևէ մեկը հնարավորություն չէր տա, որքան էլ Ալիևն ու Պուտինը ջանային։ Հասկանում եք։ Ու այս մոլագարի վերջն էլ է եկել։ Որքան էլ Պուտինն ասի, դա Հայաստանի գործն է, ուզում է հապկում մնա, չի ուզում, դա իրենց որոշումն է։ Ինքը արդեն Հայաստանը վաճառել է, դրա համար իրեն պետք է որ Հայաստանը հապկից դուրս գա, որ գնա մտնի այնտեղ։ Դառնա Թուրքիա։ Եթե այս գաղտնազերծումները չլիներ, եթե հանկարծ այդ պայմանավորվածությունները կյանքի կոչվեին, որ Ուկրաինան պետք է կապիտուլյացիա ենթարկվի, Ռուսաստան հաղթի, հաստատ ինքը Հայաստանի հետ դες չէր խոսի, արդեն ինքը ստոպ կաներ, կասեր պահում ենք, թուրքերին էլ ավել բան չենք տալի, բայց մերն է դառնալու, անկախ չի լինելու։ Բայց ինքը հասկանում է, որ էլ չի կարողանում, արդեն ասում է, ձեր խնդիրն է, ուզում եք դուրս գաք, դուրս եկեք։ Ինքը դա ուզում է ասի, ես արդեն ձեզ բաց եմ թողնում, բաց թողելու ժամանակն է։ Դու բաց թող, մենք գիտենք ինչ կանենք, քո ու Նիկոլի հետ, գլուխները դե ինչ կանենք, ոչ թե ձեր հետ համատեղ ինչ-որ բան կանենք, այլ որ դու բաց թողես, Ռոբերտ, Սերժիկ, Նիկոլ, Լևոն, Ֆլան, Ֆստան, դրանք արդեն անզոր կդառնան, որքան էլ Ալիևն ու Էրդողանը ջանան, միևնույն է, հայ ժողովուրդը թուրք չի ուզում, թուրք չի սիրում, դու դրա ձենը հետո կլսեք, մնաք խաղաղությամբ։